Հայաստանում առաջին ագրովոլտային ցուցադրական կայանն արդեն իրականություն է։ Այն տեղադրվել է Արագածոտնի մարզի Աղցք գյուղում 5 հեկտար տարածք զբաղեցնող ինտենսիվ խաղողի այգում։ Նախագիծն իրականացվել է ֆրանս-հայկական համագործակցության շրջանակում Սանբան և Նալդեո ծրագրով, տեղական մասնագիտացված Էկովիլ Սոլար ընկերության կողմից։ Այս նորարարական լուծումը համատեղում է արևային էներգետիկան և խաղողագործությունը, նպաստելով կլիմայական կայունությանը, բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը և գյուղատնտեսության կայուն զարգացմանը։ Հայաստանի առաջին ագրովոլտայիկ կայանը այլևս բացված է։ Մենք բացում ենք Հայաստանում եւ տարածաշրջանում նույնիսկ առաջին շարժական ագրովոլտայիկ արևային կայանը։ Այն կառուցված է մեր ֆրանսիացի գործընկերների հետ միասին, ֆրանսիական կառավարության օժանդակությամբ։ Մենք աշխատում ենք նաեւ Հայաստանում Էկովիլ ընկերության հետ, որը մեր բարեկամ ընկերությունն է, ում հետ մենք շատ լավ համագործակցեցինք եւ ամբողջ պրոյեկտային աշխատանքները իրancs հետ ենք կայացրել։ Այս կայանային նորություն է մեր երկրում, աշխատում է արհեստական բանականության սկզբունքով, բացի էլեկտրաէներգիայի արտադրելուց, նա նպաստելու է մեր դեպքում խաղողի բերքատվության աճին եւ ինչպես նաեւ ջրի խոնավեղությանը։ Սա Հայաստանում առաջին եւ առայժմ միակ ագրովոլտային արևային կայանն է, որը տեխնիկական լուծումներով տարբերվում է ավանդական արևային էլեկտրակայաններից։ Կայանի առանձնահատկությունների մասին մանրամասնում է Էկովիլ ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Վարդան Հովսեփյանը։ Կայանը կառուցված է բավականին բարձր դիրքով, որպեսզի կարողանան նաև զբաղվել գյուղատնտեսությամբ եւ կայանի տեխնիկական մյուս առանձնահատկությունը կայանում է նրանում, որ ինքը կրում է շարժական կոնստրուկցիա եւ հետեւում է արևին, ինչը կապահովի ավելի շատ արտադրողականություն եւ ներդրման ավելի արագ հետ վերադարձի հնարավորություն։ Կայանի ընդհանուր հզորությունը կազմում է 121 կՎտ, տեղադրվել են համաշխարհային դասակարգման առաջատար ընկերությունների բրենդային ապրանքանիշերը, նախատեսված է ծառայի ավելի քան 30 տարի եւ ապահովել անվճար էլեկտրաէներգիայով այս գինեգործության ուղղությանը։ Հուսանք սա կլինի շատ լավ օրինակ մեր հանրապետությունում, որպեսզի նմանատիպ կայաններ շատ տեղադրվեն եւ օգտագործվի ինչպես արևի ուժը, այնպես էլ բերրի հողերը։ Միջոցառմանը մասնակցում է նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Տկոտինին։ Նա շնորհավորեց ծրագրի մասնակիցներին, շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս նախաձեռնության իրականացման գործում եւ ընդգծեց ֆրանս-հայկական համագործակցության կարեւորությունը։ Դեսպանը նշեց նաև, որ այս միջոցառումն առանձնահատուկ է ոչ միայն Հայաստանի համար, այլև անձամբ իր, քանի որ իր դիվանագիտական առաքելության շրջանակներում սա վերջին պաշտոնական բացման արարողությունն է, որին նա մասնակցում է։